Իրանի շուրջ զարգացումների մասին կզրուցենք իրանագետ Տիգրան Դավուդյանի հետ։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, ողջունում եմ ձեր հեռուստադիտողներին։ Շնորհակալություն։ Եվ այսպես Միացյալ Նահանգների նախագահը մի կողմից հույս է հայտնում Իրանի հետ հուսալի, այսպես ասած, ամուր համաձայնության հասնելու հարցում, մյուս կողմից հզոր արմադա է շարժվում Իրանի ափերի մոտ։ Սա իրոք դիվանագիտություն է, թե կլասիկ դասական ճնշման քաղաքականություն։ Ես կարծում եմ ճնշման քաղաքականություն է, տեսեք Իրանը արդեն 10 օր հետո տոնելու է իր հեղափոխության 47-ամյակը, մենք պետք է վերհիշենք, որ մինչև 1979 թվականը Իրանում իշխում էր արևմտամետ մի վարչակարգ եւ Միացյալ Նահանգները մեծ ներկայություն ուներ Իրանում եւ ուներ լրտեսական հսկա ցանցեր ընդդեմ խորհրդային միության։ Հեղափոխությունից հետո անմիջապես Իրանի հարաբերությունները լարված են եղել Իսրայելի եւ արևմտյան երկրների հետ։ 47 տարի է այդ թեման կա, Իսրայել եւ արևմուտք։ Չեն կարողանում լեզու գտնել։ Ինչու՞, որտեղ իսլամներ ասում են Իսրայել երկիր գոյություն չունի։ Պետք է աշխարհի քարտեզից Իսրայելը վերանա, իրենց ղեկավարի պաշտոնական խոսքն է։ Եվ պատկերացրեք նման նախադասություն, ինչպիսի լարվածություն կստեղծի միջազգային հարաբերություններում։ Նույնը իրենք ունեն այդ լարված հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Մի շրջան մի քիչ մեղմացել է, մի շրջան ավելի լարվել է, դե գիտենք անցյալ տարվա խնդիրները միջուկային կենտրոնների վրա հարձակումը, դրանից առաջ գիտենք, որ մի իրանցի գեներալ ամերիկացի սպանեցին։ Հիմա եւս Ամերիկան, Միացյալ Նահանգները իրենց համարում են աշխարհի վերակացում, միակ վերակացում։ Մտածում են ամեն ինչը պետք է իրենց ճաշակով լինի, իրենց ուզեցածով լինի։ Եվ կան երկրներ, որոնք չեն ուզում ենթարկվեն այդ խաղի կանոններին, որը մշակում է Միացյալ Նահանգները։ Այդ երկրներից մենք գիտենք էլ որոնք են, դրանցից մեկն էլ Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որ փորձում է չենթարկվի այդ խաղի կանոններին։ 47 տարի է չի ենթարկվում եւ տուժում է, անընդհատ տուժում է, տնտեսությունը վնասվում է, պատժամիջոցները սաստկանում են։ Հիմա էլ արդեն երևի լսեցիք, որ երեք արդեն Միացյալ Նահանգները Հնդկաստանին ոչ թե արգելեց, այլ խնդրեց, որ հետայսու Իրանից նավթ չգնի, այլ Վենեսուելայից նավթ գնի։ Նույն խնդիրը ունեն Չինաստանի հանդեպ։ Ուզում են ամեն ձևով շրջապատեն Իրանին, որպեսզի Իրանին ծունգի բերեն։ Հիմա ինչ վիճակ է, բանակցությունների շանս կա, թե ամեն ինչ գնում է դեպի լայնամասշտաբ այլայնություն պատերազմ։ Հիմա տեսեք, մենք արդեն քանի տարի է ծանոթացել ենք պարոն Թրամփի գործունեության եւ ծրագրին։ Թրամփը հայտարարեց, որ ինքը որոշում է ընդունել, բայց այդ որոշման մասին չի հայտարարում, գաղտնի է պահում։ Ինչ եք կարծում, ինչ որոշման մասին է խոսքը։ Այո, Թրամփը պատերազմ չի ուզում։ Թրամփը ուզում է, որ ինքը աշխարհին ներկայանա որպես խաղաղասեր մի նախագահ, արդեն գիտեք, որ ինքը ասում է ես 8 պատերազմ եմ վերջ տվել, հետո ես ուզում եի, որ խաղաղության Նոբելյան մրցանակը ինձ դրվեր, չտրվեց, ես հույս ունեմ մյուս տարի ինձ կտան եւ այլն։ Դրա համար ինքը խուսափում է լայնածավալ պատերազմից։ Ինքը համաձայն է թիրախային շատ որակյալ ռազմական գործողության, ինչպես կատարել է Իրանի միջուկային կենտրոնների ռմբակոծումը, ինչպես Վենեսուելայի նախագահին են առևանգել։ Ինքը նման ոճի կողմնակից է, բայց լայնածավալ պատերազմի կողմնակից չի։ Հիմա էլ բոլոր վերլուծաբանները, փորձագետները այն կարծիքին են, որ Ամերիկան ունի մշակած ծրագիր որակյալ թիրախային հարվածների համար, եթե Իրանը չընդունի բանակցության օրակարգի այդ 3 կետերը։ Իրանը ասում է, որ ճնշման պայմաններում բանակցությունների պատրաստ չէ։ Իսկ Միացյալ Նահանգները արդյոք իր պատմության ընթացքում եղել է դեպք առանց ճնշման բանակցությունների գնա
Եվ արդյոք սա մի տեսակ փակուղի չի ստացվում արդեն, եթե Իրանը համաձայն չէ ճնշման պայմաններում բանակցել, Միացյալ Նահանգներն էլ առանց ճնշման բանակցություններ չի վարում որպես կանոն, ինչ է ստացվում արդյունքում։ Իրանը իհարկե ասում է, որ պատրաստ չէ, բայց մենք գիտենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության համար առաջնահերթը իրենց վարչակարգի պահպանությունն է։ Դա անգամներ իրենց առաջնորդներ ասել են, թե ներկա առաջնորդը, թե հիմնադիր առաջնորդը։ Կարմիր գիծը ո՞րն է Իրանի համար։ Կարմիր գիծը իրենց վարչակարգի պահպանությունն է։ Իրենք զիջումների կգնան։ Իրենք ունեն դիվանագիտական խորամանկ քաղաքականություն եւ անընդհատ փորձում են ժամանակ շահել։ Անցյալ անգամ ու այնքան ցկցկեցին, մինչև պարոն Թրամփի ժամկետը ավարտվեց։ Հետո եկավ դեմոկրատ նախագահան, արդեն մի քիչ հարաբերությունները ավելի նորմալացավ։ Դրանից առաջ Օբամայի ժամանակ հարաբերությունները ավելի նորմալ էր։ Եվ հիմա նորից Թրամփը եկել է։ Արդեն ժամկետից 1 տարի անցել է, մնացել է 3 տարի։ Իրանցիների քաղաքականությունը ժամանակ շահելն է։ Եվ մի բան կզիջեն։ Ինչ կզիջեն։ Հիմա 440 կիլոգրամ հարստացած ուրանը, 60%-ով հարստացած ուրանը, դա գանձնեն երրորդ երկրի, ենթադրաբար գանձնեն Ռուսաստան։ Տեհրանը հայտարարում է, որ Միացյալ Նահանգների կողմից անգամ մեկ կրակոց կհանգեցնի զանգվածային պատասխանի։ Սա ըստ էության ինչ հայտարարություն, ինչի մասին է այս հայտարարությունը։ Լայնամասշտաբ պատերազմի մասին չէ արդյոք։ Ոչ, բայց այդ աստիճանի Իրանը չի համարձակվի, որ ամերիկյան բազա ռմբակոծի։ Եթե հիշեք անցյալ անգամ էլ իրենք ճիշտ է, որ ամերիկյան բազան Իրաքի տարածքում ռմբակոծեցին։ Հիմա հայտարարում են ամբողջ տարածաշրջանում։ Բայց նախապես տեղյակ էին պահել։ Վերջին ժամին Իրաքի վարչապետի միջոցով տեղյակ էին պահել, ամերիկացիք էլ զինվորականներին հանել էին, դատարկ բազան իրանցիք ռմբակոծեցին։ Հիմա էլ Քաթարում, Քուվեյթում, Բահրեյնում, այդ բոլոր տեղերում, որ ունեն իրենք ռազմաբազա, նրանք այդ զինվորականներին հանում են, հետո բացի այդ այնքան իրենք հրթիռներ են բերել, այնքան զենքեր են բերել, որ ամբողջ այդ իրենց բազաները հարևան երկրներին կարողանան իրենք պաշտպանել։ Այստեղ գիտեք, որ Իսրայելի խնդիրն էլ շատ կարևոր է, որովհետև Իսրայելը անընդհատ խնդրում է Ամերիկային, որ հարձակում է հետաձգեք, որպեսզի Իսրայելի պաշտպանությունը 100%-ով պահպանվի, որտեղ անցյալ անգամ չպահպանվեց, անցյալ անգամ Իրանի բալիստիկ հրթիռները հասան Իսրայելի տարածք, եւ այս անգամ էլ Իրանը այդ քայլին կդիմի։ Այսինքն Իրանը հանգիստ կերպով Իսրայելին գրմբարի կհրթիռահարի, բայց մյուս երկրներին չի համարձակվի։ Թուրքիայի դերակատարումն է այստեղ հետաքրքիր։ Թուրքիան ինչ է ուզում։ Թուրքիան ինչ է անելու։ Պատրաստվում է բանակցություններ կարծես թե կազմակերպել կողմերի միջև։ Ինչ է Թուրքիայի նպատակը ո՞րն է, ինչ է շահում։ Տեսեք, Թուրքիան ուզում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը գոյատևի։ Թեկուզ բարեփոխված, բայց ուզում է, որ մնա։ Քրդերի թեման է հետաքրքրում իրենց։ Մեկ քրդերի թեման է։ Երկրորդը Իսրայելի ներկայությունն է, որտեղ դուք պատկերացրեք, եթե Իսլամական Հանրապետությունը տապալվեց, գալու է արևմտյան ուժ, չէ՞։ Իսկ արևմտյան ուժը Իսրայելի հետ հարաբերությունները շատ լավ կլինի, արքայի նման, 47 տարի առաջվա նման։ Այսինքն Իսրայելը նորից Իրանում ներկայություն կլինի։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ արաբական աշխարհում, Պաղեստինյան հարցում, Գազայի հարցում Իսրայելը եւ Թուրքիան ախոյաններ են։ Եվ Թուրքիան չի ուզում, որ իր այդ ախոյանը գա իր պատերի տակ, գա Իրանում մեծ ներկայություն լինի։ Հետո եթե Իսրայելը եկավ տարածաշրջան, արդեն հաջորդ քայլը կլինի Թուրքիային քայքայելը, Թուրքիային ծունգի բերելը։ Ուրեմն մեկ Իսրայելի ներկայությունն է, երկրորդը քրդական հարցն է, որ դուք ասացիք։ Հետո Թուրքիան մտահոգ է գաղթականների հոսքով եւ հետո տնտեսության խնդրով, որտեղ ինքը հիմա շատ լավ օգտվում է Իրանի տնտեսական այդ վիճակից։ Այսինքն Թուրքիան, որ այսքան իր տնտեսությունը զարգացրեց անցած կես դարվա ընթացքում, դա նաեւ Իրանի մեկուսացման եւ պատժամիջոցների պայմաններում։ Հետաքրքիր է Ադրբեջանի դիրքորոշումը,
տպավորություն է, թե Ալիևը փորձում է կրակի մեջից շագանակներ հանել։ Նախորդին զրույց է ունեցել Փեզեշքյանի հետ եւ պատրաստակամություն է հայտնել կողմ հանդիսանալ բանակցություններում։ Ինչ է փորձում անել Ադրբեջանը եւ ինչ է ուզում ստանալ դրա դիմաց։ Իսրայելը եւ արևմտյան երկրները, Միացյալ Նահանգները, որ վերադառնան Պարսկաստան, Ադրբեջան իր կարևորությունը կկորցնի։ Ինչու՞, որովհետեւ հենց հիմա ադրբեջանական նավթը, որ գնում է դեպի Իսրայել, Իսրայելի կարիքների 60%-ը հայթայթում է Իսրայելը։ Եվ դա Թուրքիայի տարածքով, խողովակաշարով այդ նավթը հասնում է Իսրայել։ Եթե Իսրայելը գա Պարսկաստան, այլևս ադրբեջանական նավթ չի գնի, ուղղակի իրանական նավթ կգնի։ Դա էլի խնդիր է, որ մի շարք երկրներ չեն ուզում, որ Իրանում մեծ փոփոխություններ լինեն։ Իմիջիայլոց այդ շարքում մենք էլ, որպես Հայաստան, որպես Հայաստանի Հանրապետություն, մեր շահերից է բխում, որ մեծ փոփոխություններ Իրանում չլինեն։ Մեծ փոփոխություններ ասելով դուք ինչ նկատի ունեք։ Անձամբ ես համաձայն եմ, որ բարեփոխումներ լինի։ Ինչպես նախքան եթերը մենք զրուցում էինք, կան ուժեր Իրանում, հենց Իսլամական Հանրապետության հավատարիմ ուժեր։ Իրենք հիմա ունեն տնային կալանքի տակ վարչապետ, պարոն Մուսավի Թաբրիզին քանի տարի է, որ տնային կալանքի ենթակա է։ Նա աշխարհական դեմք է, թեկուզ հավատավոր իսլամ է։ Այն ինքը ասում է, որ պետք է նոր սահմանադիր ժողով գումարվի։ Ինքը ասում է, պետք է հանրաքվե լինի, որ արդյոք ժողովուրդը կրոնական պետություն են ուզում, թե աշխարհիկ պետություն են ուզում։ Իմ կարծիքով այդ բարեփոխական ուժերը կարող են մի շարք բաներ փոխեն։ Դուք քանիսին ճանաչում եք, օրինակ հենց պարոն Փեզեշքյանը հայտնի է որպես բարեփոխական, հետո պարոն Զարիֆին գիտեք ո արտաքին գործերի նախարարը տարիների, նրանք բոլորը ուզում են, որ բարեփոխում կատարվի։ Առաջնորդի դրվածքը հիմա ես չգիտեմ, արդյոք լրիվ կվերացնեն, թե կդարձնեն թույլ մի կրոնականների խորհուրդ, որը չի միջամտի արտաքին քաղաքականությանը։ Մի տեսակ տարօրինակ չէ այս ընթացքում Փեզեշքյանի լռությունը։ Փեզեշքյան իհարկե որոշ հարցազրույցներ տալիս է, որոշ հեռախոսազրույցներ ունենում է, բայց բոլորն էլ գիտեն, որ իր ձեռքում լծակ չկա։ Տեսեք օրինակ ճիշտ ձևը խաղի կանոնները աշխարհում է դա, որ եթե դու ընտրում ես երկրի ղեկավար, նախագահ կամ մեր դեպքում օրինակ հիմա մեր պարլամենտական վարչապետ, զինված ուժերը պետք է ենթարկվեն երկրի ղեկավարին, ոստիկանությունը պետք է ենթարկվի երկրի ղեկավարին։ Եվ ոչ թե այաթոլլային։ Բայց Իրանում այդպես չի։ Դրա համար Փեզեշքյանն ինչ է կարող անի։ Փեզեշքյանը չի կարող հրամայի ոստիկաններին ասի ցուցարարներին մի ծեծեք, ռազմական զենքով ցուցարարների վրա մի կրակեք։ Փեզեշքյանը լծակ չունի։ Կասեն դու ով ես։ Դա է խնդիրը։ Այս ամենի ֆոնին Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը ռազմածովային վարժանք են պատրաստվում անցկացնել։ Սա ինչի համար է արվում։ Ուժի ցուցադրություն է թե։ Այո, ուժի ցուցադրություն է, որտեղ մենք կես դար է մոտավորապես գիտենք, որ Իրանի լավագույն պաշտպանները Ռուսաստանն ու Չինաստանն են։ Երկու միջուկային ուժ, անվտանգության խորհրդի երկու անդամներ, որոնք աշխարհում Միավորված ազգերի կազմակերպությունում, անվտանգության խորհրդում միշտ պաշտպանում են Իրանին։ Եվ պարզ է, որ ինչու են պաշտպանում, որտեղ շահ ունեն Իրանից։ Եթե Իրանում մեծ փոփոխություններ եղավ, սրանք բոլոր իրենց շուկաները կկորցնեն։ Չինաստանը հիմա շատ էժան կերպով իրանական նավթը ոչ թե տանում, այլ թալանում է։ Եվ դիմացն էլ վալյուտա չի տալիս։ Դիմացը ապրանք է տալիս։ Ապրանք էլ որոշ իրանցի փորձագետներ կան, ասում են մեզ անորակ ապրանք է տալիս, մեզ փող չի տալիս։ Իհարկե, եթե ուզենան փողել տան, ամերիկան չի թողնում, որ այդ փողը հասնի Իրանի իշխանություններին։ Իրան հիմա միլիարդներ դոլար նավթային գումար ունի սառեցված մի շարք բանկերում։ Եվ ամերիկան չի թողնում, որ այդ գումարները ստանա։ Ասում է գումար ուզում ես ինչ անես, ուզում ես դեղ առնես, օրինակ ես կկազմակերպեմ, դու դեղ ներմուծի։ Ուզում ես ցորեն ներմուծես, ես կկազմակերպեմ, բայց
փող քեզ չեմ տա, որտեվ եթե քեզ փող տամ, այդ փողը դու տալու ես Լիբանանի Հեզբոլլահին, այդ փողը դու տալու ես Սիրիայի ինդիմադիրներին։ Եթե ամփոփենք 1-2 բառով առաջիկայում ինչ սպասել, ինչ զարգացումներ կլինեն ըստ ձեզ։ Ես կարծում եմ, որ Թուրքիայի միջնորդությունը massամբ կհաջողի, որտեվ Թուրքիան անպայման ուզում է, որ այդ միջնորդությունը կատարի, հետո իր կշիռը կբարձրանա եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը այն օր հետաքրքիր բան ասաց, որ պետք չի որ Միացյալ Նահանգները միանգամից իրենց բոլոր պահանջները դնեն սեղանի վրա։ Բոլոր պահանջները գիտեք, մեկը միջուկային հնարավորությունների սահմանափակումն է, ուրանի անձնում եւ այլն, մեկը հրթիռաշինությունն է։ Հրթիռաշինության վրա Իսրայելը շատ զգայուն է, որտեղ Իրանը հիմա ունի հեռահար բալիստիկ հրթիռներ, որը անգիստ կերպով հասնում է Իսրայելին։ Իսրայելը անընդհատ ստիպում է Ամերիկային, խնդրում է Ամերիկային, որ այդ էլ օրակարգի վրա լինի եւ իբր թե ուզում են իրանցիներին ստիպեն, որ իրենց հրթիռների շարավիղը լինի մինչև 400-ից 600 կիլոմետր։ Այն դեպքում, որ հիմա իրենց հրթիռների շարավիղը 2000 կիլոմետր է, այսինքն հանգիստ հասնում է Իսրայելի վրա։ Եվ երրորդ պահանջն էլ գիտեք, ներկայությունն է արաբական երկրներում, ինչպես ասացի, Լիբանան, Եմեն, Սիրիա եւ այլն։ Հիմա Թուրքիան առաջարկել է, որ կետ առ կետ առաջ գնա։ Եվ ըստ երևույթին առաջին կետը հենց միջուկային սահմանափակումներն է, փորձագետներն են կարծիքին են, որ Իրանը միջուկային հարցով զիջումների կգնա, բայց հրթիռների հարցով չի գնա։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք իրանագետ Տիգրան Դավուդյանի հետ։ Ցտեսություն։